Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան պետկատեն առողջության համընդհանուր ապահովագրությամբ կատարվում է 50% համավճարով։ Այն բուժառուները, որոնց ցուցված է հետազոտությունը, կվճարեն գնի կեսը՝ 200,000 դրամ։ Մյուս 200,000-ն էլ կփոխհատուցի պետությունը։ Դա ռադիոլոգիական հետազոտման մեթոդ է, որտեղ որ օգտագործում են հիմնականում իզոտոպային ախտորոշումը, որը որ հիմնականում կիրառում է ուռուցքաբանական ոլորտում, այսինքն օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման եւ փուլավորման նպատակով։ Եթե ախտորոշման այլ մեթոդներով հայտնաբերվել են քաղցկեղային հանգույցներ, բայց ուռուցքաբանը որոշ կասկածներ ունի, ապա նշանակվում է պետկատե հետազոտություն։ Այն գրեթե 100% ճշգրիտ պատասխանում է բժիշկների բոլոր հարցերին։ Մեթոդն արդյունավետ է նաև ընթացիկ բուժման համար, կրճատում է անհարկի թերապիաներն ու ծախսը։ ԿՏ եւ MRT հետազոտությունները, որոնք մեզ հայտնի են, ոչ միշտ են կարողանում պատասխանել այն հարցերին, ինչը որ հետաքրքրում է բժիշկներին։ Մենք օրինակ ԿՏ հետազոտությամբ տեսնում ենք օրինակ ավշային հանգույցների չափերը, ուռուցքի չափերը, բուժման ընթացքում իրենք փոքրացան կամ մնացին նույնը, բայց մենք չենք կարողանում պատասխանել հարցին, արդյոք նրանք մետաբոլիկ ակտիվ են, թե ոչ։ Այ պետկատե հետազոտությունը մեզ տալիս է այդ պատասխանը։ Մինչև պարտադիր ապահովագրության ներդրումը հետազոտությունն անվճար էր միայն մինչև 18 տարեկանների համար։ Եթե նախորդ տարի կենտրոնն ամսական սպասարկում էր շուրջ 50 բուժառուի, այժմ թիվը կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ ախտորոշման թանկարժեք այս մեթոդը հասանելի է դարձել նաև ֆինանսական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Եթե տոկոսային հարաբերակցությամբ ասենք, մոտարապես պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի շահառուները ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներն են, որտեղ այն պաթոլոգիաները, որոնք որ հիմնականում հանդիպում են, ավագ սերնդի մոտ շատ ավելի հանդիպում, դրանով էլ հենց պայմանավորված էր տվյալ մեթոդի արդիականությունը եւ համավճարը շատ մեծ օգնեց ու կարծում եմ շատ կարճ ժամանակում մենք իր դրական էֆեկտը կոնկրետ մեր առողջապահության ոլորտում, այս քայլի դրական էֆեկտը մեր առողջապահության ոլորտում կտեսնենք։ Ախտորոշիչ հետազոտությունից ապահովագրության շահառուները կարող են օգտվել տարին մեկ անգամ։ Մասնագետների խոսքով պետկատեի հասանելիությունը հետագայում դրական ազդեցություն կունենա օնկոլոգիական հիվանդությունների բուժման ցուցանիշների վրա։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։